ցավալի փաստ է, որ Հրազդան գետով դեպի Երևանյան լիճ շուրջ 1500 հասցեների կոյուղաջրերը թափվում են եւ այսպիսով ունեն մենք այն իրավիճակը, որը անհանգստացնող է թե մեզ, թե քաղաքացիների համար, այսինքն ջրի որակի խնդիրը առաջնային է լինելու ցանկացած միջամտությունից առաջ, այսինքն ցանկացած ռեկրեացիոն գոտու ստեղծումից առաջ պետք է անդրադառնալ ջրի որակի խնդիրների լուծմանը եւ սրան արդեն հաջորդ տարի փորձելու ենք անդրադառնալ 2 մաքրման կայանի կառուցման միջոցով։ Հաշվարկել ենք, որ Հրազդան գետի երկայնքով մեզ անհրաժեշտ կլինի շուրջ 14 մաքրման կայաններ ստեղծել։ Լճի վիճակը բավարար պետք է անվանենք, որովհետև պետք է պատկերացնենք սիրելի երևանցիներ, որ մենք օգոստոս ամիսն է ամենայն պիկ եւ ամենատապ սեզոնին մեզ հաջողվել է լիճը պահել մաքսիմում նիշի վրա, ինչը շատ կարեւոր է իր հայելային մեծ մակերեսով Երևանում փոշու կլաման եւ մի շարք ֆունկցիաների կատարման համար, ինչպես տեսնում ենք ամիսների հատվածում կուտակված է աղբ։ Այդ աղբը բնականաբար մեր բնակիչների ձեռքի գործն է, այսպես պիտի ասեմ, եւ կոչ անեմ եւ բնակիչներին եւ մենք նկատել ենք այս գետի ափով կան տնտեսվարողներ, որոնք նույնպես լիճ բաց են թողում որոշակի աղբ, սա մենք իհարկե սրան հետևում ենք եւ իրականացնելու ենք վարչարարություն կանխելու համար դա։ Այսպիսով երբ լուծենք ջրի որակի խնդիրը, այնուհետև կանդրադառնանք արդեն ռեկրեացիոն գոտու ստեղծմանը։ Նշեմ նաեւ, որ Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում առաջիկայում 1-2 ամսվա ընթացքում Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերելու սարք, որը հնարավորություն է տալիս ջրի վրա իրականացնել մեխանիկական մաքրում, միևնույն ժամանակ կատարել ջրի նմուշառում, որպեսզի հասկանանք, թե ինչ հիմնական աղտոտիչներ են այստեղ առկա։